Շնորհակալություն։ Բոլորս, քանի որ այսօրվս ներկա ենք, ուրեմն կճանչնանք պարոն Հակոբյանը և դեղյակ ենք իր նվաճումները։ Եվ եթե խոսիմ իր նվաճումներուն մասին, հավանաբար ժամերը չեն փավեր։ Բայց պիտի փորձեմ հագիրճ կերպով, որքան որ կրնամ ներկայացնել։ Ծնած է պոլիս, փոքր տարիքեն ունեցած է փեղուն գործունեություններ, մաս կազմած և պաշտոններ վարած է համայնքային հաստատություններ են ներս։ 1972-ին մինչև 82 թվերուն եղած է Պողոսյան Վարվարյան վարժարանի պատասխանատու հիմնադիր, մաս կազմած է Մարմարա օրաթերթի ընտանիքին 1980-ին մինչև 1993, եղած է Շնորհք Պատերիարքի ամենամտերիմ անձերեն մեկը, մեծ աշխատանք տարած է Շնորհք Պատերիարքի քաղաքալության 25-ամյակի հանդիսության իրագործումը։ 1988-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժեն և թրքահայության կողմէ աղետյաններու օգնությունը Սուրբ Էջմիածին հանձնելու պարտականությունը ստանձնած է։ Անձնական չանքերով հրատարակած է Շնորհք Պատերիարքի վերջին 5 տարիները, ինչպես որսի անվերջ շարան մնե բարոն Բյուիկ Հակոբյանի գործունեությունները, բայց այսքանով պիտի բավարարվի և հիմա զինք պիտի հրավիրեմ, որպեսզի իր սրտի խոսքը փոխանցեմ։ Մասնաշնոր և հումնան արքեպիսկոպոս Տերդերյա, Իլիգիո թեմի նախկին առաջնոր դերմուշեր արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Քույր միություններու հարկով ներկայացուցիչներ, մամլոյ սպասավորներ և մեծարակ ներկաներ։ Սաբահում ուրախություններու անբացատրելի ցնծությամբ համակված եմ, որովհետև գիտեմ, որ աշխատանքս իրարաչորդ շնորհանդեսներու միջոցով հանրային լուրջ ուշադրության կարժանանա։ Ցարտ կազմակերպվեցան 5 շնորհանդեսներ, 3-ը Կոստանդնուպոլսո, 2-ը Հայաստանի մեջ, իսկ այսօր Իսարկվի 6-րդը այս օրերուն վրա։ Շատ բախտավոր կնկատեմ ինքս, որ մոտավորապես 8 տարվան դենդակին աշխատանքս լույս աշխարհ եկավ և տարածում կդավ շնորհիվ մշակութասեր ազնիվ անձերու չեն ուշադրության։ Ես իմ համեստ կարողություններու արևելագույն չափով կատարեցի դժվարին աշխատանքը թույլ ինչ հատուցանելու համար իմ ազգային և նվիրական պարտականությունը։ Չանացի վերադարձնել մեր անցյալը փաստերով, վկայություններով և վերլուծությամբ։ Այժմ շնորհակալության բաժին ունիմ հայտնելու նախ բարձրաշնորհ դեր Հովնան արքեպիսկոպոս Տերդերյան սրբազանին, մեր բարեկամ առաջնորդին, որ բարի եղավ հովանավորելու այսօրվան ցերնարգը բարձր պատիվ շնորհելով անձիս։ Շնորհաբարդ եմ նաև Իլիգիո թեմի նախկին առաջնորդ դեր Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյան սրբազանի իր օրհնաբեր ներկայության համար։ Խորին շնորհակալություններ Լոս Անջելեսի, Օզա հայ միության հոգաբարձության Հալֆո Ադենավետին և անխտիր բոլոր անդամներուն, մասնավորապես մշակութային հանձնախումբին և դիկնանց հանձնախումբին, որոնք կազմակերպեցին այսօրվան այս քաոտիկ հավաքույթը երջանկացնելով զիս։ Սրտակին շնորհակալություն Ամերիկայի հայ ավետարացչական ընկերության և Կալիֆորնիա պետական համալսարանի Նորթրիչ հայագիտական ուսման ծրագրի կենտրոնին, դոկտոր Վահրամ Շահմասյանին և դոկտոր Հասմիկ Պարանին, որ ներկա չկարծեմ, որոնք իրենց մասնակցությունը բերին ոչ միայն հանրահավաքության ծախսերում և նաև այսօր ներկայության պատմեցին զիս։ Իմ երկարամյա աշխատանքից մեծ ինձի գլխավոր դեսուկ հանդիսացավ արժեքավոր ուսուցիչ, ներում մտավորական, մանկավարժ և խմբակիր, բարոն Հրաց Սևիչյանը, որ քրոջս Մարկոյի Հակոբյանի անունտեր
կստանցնեց գրքերուս ուղղակրական և լեզվական սպարկություններու դժվարին աշխատանքի կարևոր բաժինը։ Աներ որ հյութեր ոճով գրի արավ գրքերուս հարաճախանը։ Իսկ այսօր դարձյալ աներ որ որպես հանախոս առողջ մեկնաբանությամբ լիագադար գերբով բարձրապանեց աշխատանքս բադից շնորհելով անձից, անունորեն շնորհակալ և իրախտապատ եմ իրեն։ Սրտակի շնորհակալություն ոսրայնության գործադիր անձողումբի համա ադենաբեդուի, ջրտական մշակ և օրվա հանդիսավարուի Դիգեն Ռոզալին Մադոյանի, որ բարբեդորեն բարեց սերնարգը։ Շնորհակալություն մշակույթային անձողումբի փող ադենաթբդուի Թամար Եշիլչիմենի, նաև հոգաբարձության ադենաբեդ Հարունակ Չելիքյանի, որոնք իրենց ադայնություններով որոշ ներշնչեցին ինձի։ Խոսքս վերջացնելու առաջ առիթը հարմար կնկատեմ հագիշտ ներողություններ տալ այս և այն հաջողներու հաջորդող քիմ և տա հաջողներու մասին։ Երրորդ հաջողի մեջ տեղ բիդի դված և 4 հուսակալություններու։ Առաջինը դրաբզոնի հուսակալություն, որում մեջ բիդի գտնեք Բախրայել սկսյալ Ջանիկ Սամսուն այսինքն, Հերմե, Յունիե, Փաթսա, Օրլու, Երեսուն, Գյումշանե և Լազիստան, այսինքն Համշինի և այս շրջանի մեջ 150-ը ավելի քյուղերու, որոնց մեջ քնարություն հաստատած էին մեր ասկագիստները։ Երկու, Սեպաստիո հուսակալություն, այսինքն փոքր հայքի շրջանը, որում մեջ բիդի գտնեք Հապիկ, Զարա, Ուլաշ, Քանգալ, Սուշեյրի, Դիբլիկ, Գյուրուն, Դարենդե, Շաբին Կարայսա և Տոկիա, Տոկան այսինքն, Ամասիա, Մարզվան, Մերձիվոն, Գյումիշաձեքյուր և այս շրջաններու մեջ 150-ը ավելի քյուղերը, ուր բնիկ էինք մենք հայերս։ Երեք, Խարպերտի հուսակալություն, որում մեջ պիտի գտնեք Խարպերտ, Միզրե, Ագն, Դերսիմ, Մազգիրտ, Չարսանջակ, Չմշկեզեք, Մերիդինե, Մալաթիա, Հյուսնի Մանսուր, Արաբգիր, Խոզատ, Կաբան, Հյոթյուլգե, Բեսնի և այս շրջաններու մեջ 250-ը ավելի քյուղերը, որոնք տարելի ի վեր օրրամն էին հայկական դողմին։ 4. Հալևի հուսակալություն, այն մասը, որ մնացած է թուրքիի հողերու մեջ։ Մարաշ, Զեյթուն, Էլբիստան, Այնտապ, Քիլիս, Ետեսիա, Ուրֆա, Բիրեջիկ, Ռոնդոլա, Անդիոք, Իսկենդերուն, Բեյլան և այս շրջաններու 40-ը ավելի քյուղերու մեջ նախքան 1915 թվականը ապրող հայերու պատկանող 100-ը ավելի հայ վարժարաններու պատմությունը։ Իսկ թա վերջին հատորի մեջ պիտի գտնեք Գարին, Վան, Տիգրանագերտ և Փաղեշ, Բիթլիս հուսակալությունները իրենց հարյուրավոր հայ քյուղերու գրթական պատմությունը։ Այսուհետև խրախուսված սրտով և մեծ խանդավառությամբ պիտի շարունակեմ աշխատանքս կենտրոնացնել հաջորդ սույն հաջողներու վրա ամբողջացնելու և ավարտին հասցնելու համար իմ ծրագիրս։ Շնորհակալություններ բոլորիդ։